Հոկտեմբերի 27-ով այդ կառուցվող Հայաստանը գլխատվեց։ Կուզեմ դուք ուղղակի գնահատեք այսօրվա օրերի եւ այն օրերի մեջ ինչ նմանություն կա եւ արդյոք արդեն ժողովրդի քվեով ընտրված իշխանությունը կարող է իրագործել այդ Հայաստանի եւ ունի կամք հենց այդ երազած Հայաստանը կառուցելու։ Վերջից գամ անկասկած ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը երբեք չի կարող ուրիշ ճանապարհով գնալ, պետք է նրա ժողովրդական ճանապարհով կառավարություն պետք է եւ գնա ժողովրդական ճանապարհով եւ մենք միշտ ասում եմ, ուզում եմ նորից կրկնեմ, որ դրա համար մեզի պետք է համախմբվածություն եւ համբերություն։ Համբերատար պետք է քայլ առ քայլ գնանք առաջ։ Մի տեսակ մարդիկ շտապում են, որ ժամ առաջ, օր առաջ, 2 օր հետո։ Դրա համար այսօր այն փոստը որ փորել է նախորդ իշխանությունը պետք է կամաց համախմբված լցենք։ Լցենք ու վրա կառուցենք։ Պարոն Միքայելյան, այս իշխանությունը կամք ցուցաբերել։ Իսկ ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանին, հարցերից պատասխանեմ, որ Վազգեն Սարգսյանը այնպիսի հիմք դրեց, թե բանակաշինության մեջ, թե որպես կարճ ժամանակամիջոցում որ եղավ կառավարության նախագահան, հասկանում եք, ինքը այնպիսի հիմք է դրել, որ այդ հիմքը այսօր կայունադեր, որի վրա մենք կարանք մեծ կառույցներ քաղաքական կառուցենք տարբեր բնակավարներում իսկ ինչ վերաբերում է բանակի բարձրավար ինքն իր դերակատարությունը շատ մեծ եղավ որ կարողացավ համախմբել բոլոր ջոկատները այն ժամանակ ամարտիկ գիտես տարբեր ջոկատներ տարբեր աշխարհայացքի տեր տարբեր գաղափարների չգիտեմ ինչի տեր ամենամեծ դերակատարությունն նաև եղավ որ ինքը կարա բոլորին համախմբել եւ դրա հիմքի վրա ձևավորվեց հայկական մեր հայոց բանակը Պարոն Միքայելյան, իշխանությունը հայտարարեց եւ կամ ցուցաբերեց մարտի 1-ի բացահայտման գործում։ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու անհրաժեշտություն մարտի 1-ից վերջացնենք։ Հոկտեմբերի 27-ը ավելի բարդ խնդիր է, բայց որ կբացահայտվի հետագայում չկասկածեք։ Մարտի 1-ը ինչու է բարդ։ Բնական է, դուք գիտեք, բարդ է ամբողջ աշխարհի դեմ գնդակարվեց մեր կառավարության նախագահան, ազգային ժողովի նախագահան, փոխխոսնակները, հասկանում եք։ Քաղաքական խոչընդոտներ։ Ոչ քաղաքական, այսինքն մենք չենք կարող ամեն ինչ բերենք մի անգամից անենք, ինչ որ ասում եմ կամաց կանենք, մարտի 1-ը բացահայտված է գրեթե եւ ժամանակի ընթացքում նաեւ այդ հարցին կանդրադառնի արտաքին ստեղծվի, որ բացահայտի իշխանությունը։ Կայուն պետություն պետք ունենանք, համախմբվածություն, որպեսզի ու տարաձայնություններ չլինեն տարբեր հարցում, ոչ միայն այդ հարցում։ Պարոն Միքայելյան, տարբեր տարիների ազատամարտիկները բարձրաձայնել են, որ երկրապահների կամավորական միությունը շեղվել այն գծից, որով ընթանում էր Վազգեն Սարգսյանը, վերադարձ կլինի Վազգեն Սարգսյանի տարածողում։ Ես եթե ընտրվեմ երկրապահի նախագահ, կսկսեմ այնտեղից, որտեղ Վազգենի կյանքը վերջացավ։ Իսկ երկրապահը մշտապես այսպես եղել է իշխանության կցորդը նախկինում ընտրություններին է մասնակցել, իշխանության քաղաքականությանն է ներգրավել։ Դուք վստահեցնում եք, որ ձեր օրոք օրինակ չի լինի այդպես քաղաքական ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն է սա, եւ երբևիցե ես էլ որպես այդ իշխանության անդամ երբևիցե չկասկածեք, եթե ժողովրդին պետք չլինի, որ արդեն մենք չենք կարող գործենք, մենք կթողենք։ Նման բան այս երկրում չի կրկնվի, մոռացեք ժողովուրդ։ Դուք գիտեք այն ժամանակվա ընտրությունները, որ մտնի պատերազմական գործողությունների մեջ թե տվյալ ռեգիոնում ինչ էր կատարում։ Այսօր տենում եք ինչ ձևի ընտրությունն է կատարում մեր երկրում։ Եվ այդպես ընթացքում կամաց պիտի կարգավորվի։ Չի կարա նման բան լինել։ Իսկ ինչ վերաբերում է երկրապահ եղել է կցորդ, երկրապահ չի խանգարի իշխանության, երբեք էլ չի դառնա կցորդ իշխանության։ Դա չկասկածեք, եթե ես ընտրեմ։ Բայց մենք որևէ մեկի կամ ինչ-որ շատ դիտական որևէ մեկի չենք նայել։ Մենք երկրապահ ժողովրդի ծոցից ծնված մարդիկ, ովքեր կյանք են դրել ժողովրդի ծոց, տարբեր գյուղերից, քաղաքներից, շրջաններից համախմբվել են մեր երկիր պահել են։ Այսինքն ժողովրդի ծոցից ծնված մարդիկ են ելել եւ այդ ժողովրդավարությունը երկրապահ ժողովրդի կողմն է միշտ եղել ու պիտի լինի։ Չգիտեմ ինչ թեքում աշեղում ունեցել, չեմ ուզում խորանամ։ Այդ հարցը տարի շարունակ միշտ խոսվել է, նաեւ եղել են կարծիքներ, որ երկրապահը այսպես չասեմ անիմաստ կառույց է, հա, միշտ հարց է բարձրաձայնվել, թե ինչու է անհրաժեշտ պահել, ունենք բանակ, ունենք ձևավորված բանակ, ինչի համար է այդ մարմինը, ինչի է պետք։ Այդ հարցը միշտ եղել է, բարձրաբանեք ինչի է մեզ պետք։ Ես ձեզ մի հատ բան ասեմ, մինչև 94 թվականը, 96 թվականը
Դուք պատկերացնում եք ազատագրվել է 8442 կիլոմետր տարածք եւ 6007 մարդ է գլուխ դրեց զոհասեղանին այդ ճանապարհին։ Հասկանում եք, երկրապան պետք է սիմվոլ դառնա մեր բանակին եւ երկրապան պետք է հզոր լինի, որ կանգնի բանակի թիկունքում։ Դուք տեսաք հարորյա պատերազմում ինչ կատարվավ։ Մեր ու մանուկ դուրս եկան ամբողջ երկրապան, ծեր, երիտասարդ դուրս եկան սահման եւ ու այսօր պետք է ավելի կանոնակարգվի, ավելի պարտաճանաչ ձևով մենք միշտ պետք է կանգնենք բանակում։ Ու եթե ես ընտրվեմ նախագահ, ասեմ ձեզ, որ երկրապա չեն մնա այն տարեց մարդիկ, որ երկրապան կհամալրվի պարտադիր զինվորական ծառայություն անցած մարդկանցով եւ մենք պետք է այն ձևացնենք եւ ժամանակ առ ժամանակ գնա վերապատրաստման բանակի հետ կամ բանակի թույլտվությամբ, որպեսզի մենք պատրաստ լինենք միշտ պատերազմ։ Հենց այս վարքյանից մենք պետք է պատրաստ լինենք միշտ պատերազմ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, քանի որտեղ իմ համար չէ տակում Ռոբերտ Քոչարյանն ինչ ասել։ Թույլ չի, տարածքների զիջումները օծուն թույլ չի տա։ Այս իշխանությունները տարածքների խաղաղության դիմաց թեզին ինչպես են վերաբերում դուք անձամբ որպես ազատ։ Դա այս իշխանությունների թեզը չի տարածքների խաղաղության դիմաց։ Մենք ես քիչ առաջ ասի, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք, եթե խաղաղություն ես ունում, պետք է պատրաստես։ Մենք հաղթել ենք մեր հզորությամբ 90-ական թվականներին եւ պետք է այսօր հզոր լինենք, բանակով համախմբված լինենք, հավատ ներշնչենք մեր ժողովրդի մեջ, որպեսզի թշնամին այսօրվա այս իշխանությունները մեր, որ այսօր թշնամին ավելի շատ ավախնում, որտեղ սա ժողովրդական իշխանությունն է, ժողովրդավար իշխանությունն է եւ այս համախմբվածությունից մեր թշնամին ավելի շատ ավախնում։ Միքայել այսինքն պատերազմ մեզնից հեռացել է։